Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը։ Նույնիսկ երբ ինձ ձայնը լռում է, եւ հիմա Տեր, ես ուզում եմ խոսել, ուզում եմ, որ լսես ինձ, ուզում եմ, որ օգնես ինձ լսել քեզ։ Տեր, կան օրեր, երբ իմ հոգին ծանրանում է, կան օրեր, երբ թվում է ես մենակ եմ այս աշխարհում, երբեմն մարդիկ չեն հասկանում ինձ, երբեմն ինքս ինձ չեմ հասկանում, ինչու են երբեմն այսքան դժվար օրեր գալիս, ինչու են կանչերս մնում անպատասխան, ինչու է լինում, որ աղոթում եմ, բայց ոչինչ չի փոխվում, բայց ես գիտեմ, Տեր, որ դու երբեք չես թողնում ինձ, դու լսում ես անգամ այն բառերը, որոնք ես չկարողացա արտասանել, և դու աշխատում ես իմ սրտում, նույնիսկ երբ ես չեմ զգում քո ներկայությունը։ Տեր, ես թույլ եմ, ես հաճախ սխալվում եմ, երբեմն ես անում եմ այն, ինչ գիտեմ սխալ է, բայց հետո զգում եմ դատարկություն, ես գալիս եմ քեզ առանց ձևականությունների, առանց կատարյալ լինելու ձգտման, ես գալիս եմ այնպես, ինչպես կամ, դու ընդունում ես ինձ, Տեր, այսպես, իմ սխալներով, իմ տկարություններով, ես վախենում եմ, որ երբեմն արժանի չեմ քեզ, բայց գիտեմ, որ քո սերն ավելի մեծ է, քան իմ թուլությունները, օգնիր ինձ, Տեր, սովորել, տեսնել ինձ այնպես, ինչպես դու ես տեսնում, օգնիր ինձ ներել ինքս ինձ, ընդունել ինքս ինձ և գնալ առաջ։ Երբեմն հավատքը դժվարանում է, երբեմն ես սպասում եմ պատասխաններ, բայց դրանք չեն գալիս, երբեմն ես աղոթում եմ, բայց չգիտեմ լսում ես արդյոք, և այն ժամանակ գայթակղությունը մեծ է մտածելու, որ ես մենակ չեմ, բայց ես հիշում եմ, դու խոստացել ես, ես ձեզ հետ եմ ամեն օր, գուցե քո պատասխանները ուրիշ ձև են գալիս, գուցե երբեմն պատասխանն ուղղակի համբերություն է, գուցե երբեմն պատասխանն ինքս եմ, իմ ընտրությունների, իմ որոշումների միջոցով, Տեր, օգնիր ինձ հավատալ նաև այն օրերին, երբ չեմ զգում քո ներկայությունը, օգնիր ինձ վստահել, որ երբ ես չեմ տեսնում լուծումները, դու արդեն աշխատում ես դրանց վրա։ Ինձ սովորեցու սիրել, անխոս, առանց ակնկալիքի, առանց սահմանափակումների, սովորեցու սիրել ոչ միայն նրանց, ովքեր ինձ են սիրում, այլ նաև նրանց, ովքեր ինձ ցավ են պատճառել։ Տեր, ես խնդրում եմ, սովորեցու ինձ ներել, ոչ թե արդարացնել, այլ ներել, ոչ թե մոռանալ, այլ թողնել անցյալ ու ազատվել դրանից, որովհետև միայն ներումն է ազատագրում։ Եվ ես գիտեմ, Տեր, որ քո սերը միշտ ինձ հետ է, այն ինձ պահում է, պահպանում է, առաջնորդում է։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի վաղը, չգիտեմ ինչ փորձություններ են սպասվում, բայց ես վստահ եմ մեկ բանում, դու ինձ հետ ես, և հենց այդ միտքն ինձ ուժ է տալիս, երբ ես ընկնում եմ, դու ինձ վեր ես բարձրացնում, երբ ես հոգնում եմ, դու ինձ խաղաղություն ես տալիս, երբ ես վախենում եմ, դու ինձ նոր հույս ես տալիս, Տեր, ես վստահում եմ քեզ։ Եվ հիմա, Տեր, ես ուզում եմ լռել, ուզում եմ պարզապես լինել քո ներկայության մեջ, խոսքերն արդեն ավելորդ են, դու արդեն գիտես իմ սիրտը, ես կլռեմ և թույլ կտամ, որ քո ձայնը հնչի իմ ներսում։ Աստծո հետ շարունակվող զրույցը, Աստծո հետ զրույցը երբեք չի ավարտվում, այն շարունակվում է ամեն օր մեր սրտերում, մեր մտքերում, մեր ընտրություններում, և երբ թվում է, թե նա լռում է, գուցե հենց այդ լռության մեջ է նրա պատասխան, քո կյանքը մի պատահականություն չէ, դու մենակ չես, Աստված այստեղ է, հենց հիմա քեզ հետ է։ Ամեն։ Ադամն ու Եվան հակառակվեցին Աստծուն, և կերան արգելված պտուղ, երբ Կայենը սպանեց Աբելին, Աստված չափից շատ չարություն տեսավ մարդկային սրտերում, Աստված զգուշացրեց ինձ, ասաց, որ նավ կառուցել, նա մաքրելու է երկիրը նոր սկզբի համար։ Աբրահամ, Աստված խոսեց ինձ հետ, գնա այն երկիրը, որը ես քեզ ցույց կտամ, ես քեզ մեծ ազգի նախահայրը կդարձնեմ ու աստղավիճակ անհամար սերունդ կտամ։ Փառքը Տեր, փառավորվի Հիսուս Քրիստոս, Տեր Աստված։
Շաքեսի գարը, տղաս։ Մովսես, ես Աբրահամի Աստվածն եմ, տեսել եմ իմ ժողովրդի տառապանքները, գնա փարավոնի մոտ ու ժողովրդին դուրս բեր Եգիպտոսից։ Ինչ ես ուզում Մովսես, արձակիր իմ ժողովրդին։ Ամբողջ կյանքս փարավոնի մոտ եմ եղել, էլ երբեք ստոք չեմ դառնա։ Տեսու, Աստված մեզ հետ է։ Եգիպտացիները այստեղ են։ Միայն նրան ծառայես։ Ապա Սատանան նրան տարավ Երուսաղեմ ու հանեց տաճարի ամենաբարձր տեղը։ Եթե Աստծո որդին ես, ցածրեցիր այստեղից։ Անի որ գիրքն ասում է, Աստված իր հրեշտակներին պատվիրելու է, որ քո մասին հոգան, Գնա սատանա գետինը մտնես։ որ ոտքդ բարին չդիպչի։ Ինչքն ասում է։ Քո Տեր ասում դու պիտի չփորձես։ Ճիշտ է։ Հարկը շատ փառավոր Տեր։ Բայց պաշտպանես բոլորիս։ Այդ խեղճ Տիգրանին էլ մե նուրեմ նորությունում տաս։ Սենողներին մեղք է դերախեն։ Եվ նա եկավ Նազարեթ, որտեղ մեծացել է։ Հասնիս բոլորիս։ Ամեղ գարը։ Բարև։ Եվ շաբաթօրը սովորականի պես գնաց ժողովարան։ Ինձ ընտրեց, որ բարի լուրը բերեմ աղքատներին։ Ինձ ուղարկեց, որ գերիներին ազատ հռչակեմ և կույրերին տեսողություն տամ, որ ազատ արձակեմ կեղեքվածներին, հայտնեմ, որ ժամն է Տերը փրկելու է իր ժողովրդին։ Ամեն, ամեն։ Աստված պահաբան բոլորիս, շարից փորձանքից հեռու պահե։ Սուրբ գրքի այս հատվածն այսօր կատարվեց, երբ լսում եք ընթերցումը։ Կատարվեց ինչպես։ Բայց միայն Քրիստոսը կարող է կատարել այն։ Ինչպես իմանալ։ Անշուշտ այս աղացն եք հիշեցնելու։ Բժիշկն ավ քեզ բժշկվիր։ Ասելու եք նաև քո այրոնի քաղաքում իսկ հարկահավաքը կանգնած էր հրվում և երեսը չէր բարձրացնում երկին և ասում. Աստված, խղճա ինձ մեղավորիս։ Ասում եմ ձեզ, հարկ հավաքողը Աստծո առջև արդարացած տուն գնաց, ոչ թե փարիսեցին։ Ով իրեն բարձրացնում է կխոնարհեցվի, և նա ով խոնարհվում է, կբարձրացվի։ Նավակը վարիր դեպի ծովի խորքը,